Ես ասում եմ քանդու քարափ եմ անելու այս ձեր քաղաքական մոնոպոլիան։ Սա ձեր համար հավի բուտ բերելը չի։ Քաղաքական շաբաթը մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի անժամանակ վախճանով։ Էդմոն Մարուքյանի վարչապետի պաշտոնում առաջադրումը դարձավ այն գործոնը, որ թեկուզ եւ շատ կարճ ժամանակով, բայց մեկ դրոշի տակ միավորեց Պատիվ ունեմ դաշինքին, Պատիվ ունեմ խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյան 2-ով փոխարինելու գործընթացին։ Ռոբերտ Քոչարյանին, Կարող մարդ կա, ում համար օրինակ 48 ժամ լիներ վարչապետի թեկնածու, դա կյանքի երազանք։ Եվ քաղաքացիական պայմանագրին։ Աղազարյանի եւ Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց որպես քաղաքական գործիչ։ Աղազարյան-Արշակյան միությունը սակայն անգամ նախաձեռնության փաստացի տապալումից հետո պնդում էր, այն հաջողության շատ լուրջ շանսեր ուներ։ Տեխնիկական ինստիտուտի թեկնածու եմ, մաթեմատիկայի շատ լավ։ Երբ որ գումարեցի, տեսա 34 է անում։ 34-ին գումարում ես 36, անում է 34-ին գումարում ես 2, անում է 36։ Էդի մաթեմատիկական գիտելիքները հնարավորություն տվեց քաղաքագիտական հանճարեղ քայլ անելու։ Շաբաթվա երկրորդ կեսին էլ Սերժ Սարգսյանն ըստ էության խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գաղափարի արմատները տանում են հենց իր քաղաքական ճամբար, ճիշտ է առանց աղազարյանական հանճարեղ հաշվարկների, բայց հաջողության հասնելու լուրջ համոզմունքով։ Եթե ես սատարում եմ, եթե մենք իմ ընկերներով, իմ համախոհները սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում։ Իսկ այդ ով է երաշխավորել, որ չի լինելու դա։ Եվ մինչ ընդդիմության տարբեր թևերը չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացի շուրջ, Հայաստանի վարչապետը լռում էր։ Սա այն եզակի շաբաթներից էր, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես չեկավ ոչ մի հուզական ճառով, լայն քննարկման պատճառ դարձած ոչ մի ֆեյսբուքյան գրառում չարեց, շաբաթվա վերջին էլ մեկնեց երկօրյա արձակուրդի, չմասնակցելով անգամ կառավարության նիստին։ Փաշինյանի պասիվությունը սակայն լրացնում էր նրա կինը Աննա Հակոբյանն իր համացանցային ակտիվությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկինը վերջին 3 օրում 13 սոցցանցային գրառում է արել, որոնցում մարդկանց անվանում է էշ, ոչիլ, ինտելեկտուալ ղզիկներ, անդաստիարակ, ամենահաճախ հանդիպող բառը տխմարն է, իսկ մի քաղաքացու բաժին է հասել որակումների ամենամեծ շղթան՝ հեռավոր գեղում ծվարած տխմար, անգրագետ, ապուշ, անուղեղ։ Ինչ է տեղի ունենում այս բառապաշարի ընդմիջումներին, առաջին տիկինը հիմնավորում է։ Ես շարունակում եմ առաջարկել եւ հուսալ, որ մեր հանրային խոսքի որակը կփոխվի, մակարդակը հատակից կբարձրանա։ Քանի դեռ այս առաջարկը ծաղրի ու հայոյանքի է արժանանում, պատասխանը կլինի համարժեք։ Ինչու է առաջին տիկինն ավելի բարի լինելու հորդորը մի կողմ դրել ու անցել համարժեք պատասխանի։ Մի քանի օր է համացանցը քննարկում ու ավելի է զարգ տալիս ատելության խոսքին, վիրավորանքների հեղեղին։ Աննա Հակոբյանի ոչիլի ստատուսը, որ շուրջ 900 լայք ու սրտիկ է հավաքել նրա էջում, 20-ից ավելի բորբոքված ու այսպես ասենք համարժեք վիրավորանքներով ուղեկցված գրառումների պատճառ է դարձել։ Մի հոդվածագիր վերնագրում հարցրել է. հիմա մենք քո ասած տխմարն ենք, թե մարդուտ ասած համբալը։ Երկուսը չեր երկարացրել առաջին տիկինը։ Համբալն ի դեպ խնդիրներ է ստեղծել նաև Աննա Հակոբյանի ամուսնու համար։ Շաբաթավերջին հայտնի դարձավ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետի կողմից խորհրդարանի դահլիճում հնչեցրած վերջին վիրավորանքների առթիվ։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ, լսեմ Ածի պատվալը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բացատրական բառարաններն են թերթել, որպեսի վարչապետի օգտագործած նստեք տեղներդ, ձեններդ կտրեք, վեր ընկեք, համբալ արտահայտությունները իմաստաբանական վերլուծության ենթարկեն եւ պարզեն։ Երկրի ղեկավարը վիրավորել է քաղաքական ընդդիմախոսներին։ Համբալ բառին անդրադառնալիս պետք է նկատել, որ բառը իր իմաստով նույնանում է համալ բառի հետ, որը բացատրվում է շալակավոր բեռ տանող մշակ բեռնակիր։ Ժամանակակից բառարաններում համբալ բառը բառիմաստի ընդլայնման արդյունքում ստացել է նաև փոխաբերական իմաստ, ընկալվելով որպես բացասական եւ վիրավորական արտահայտություն։ Իսկ որքանով է այս կոպիտ բառապաշարն ազդում Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վերջին շրջանի գլխավոր զբաղմունքի կրթվելը նորաձև է արշավի եւ դրա ընթացքում հնչող առանցքային գաղափարի, այսպես կոչված իրական Հայաստանի հանրային ընկալումների վրա։ Այս հարցի պատասխանն առաջիկայում գուցե սոցիոլոգները տան, այս պահին հասանելի հետազոտությունները վկայում են շարքային հայաստանցիները, չնայած իշխող զույգի հորդորներին, պատմական Հայաստանի էջը փակել չեն շտապում։ Մեծ մասը նրանց 82%
80%-ը կարծում է, որ անհնար է մոռանալ, թե անցյալում ինչ է տեղի ունեցել ժողովուրդների միջև։ Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնը 2024-ի աշնանն անցկացրած ծավալուն հարցման արդյունքները ներկայացրեց մայիսի 21-ին, դրանցից պարզ էր դառնում, որ հայ հանրության ճնշող մեծամասնությունը վստահում է եկեղեցուն, չի վստահում քաղաքական գործիչներին ու Ռուսաստանին, դեմ չէր լինի արտագաղթել եւ ինչը թերևս ներկայացված թվերում ամենացայտունն էր, սպասում է նոր պատերազմի։ Այն հարցին, թե երբ են հավանական տեսնում մեր բնակիչները, որ այդ պատերազմը տեղի կունենա, մինչև 1 տարվա ընթացքում պատասխանողները մոտ 28% են եւ 1-4 տարվա ընթացքում պատասխանողները գրեթե 29%։ Ընդհանուր առմամբ, պատերազմի հավանականությունը բարձր էր գնահատել Հայաստանի բնակչության ավելի քան 70%-ը, ինչը թերևս վկայում է, որ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված խաղաղության օրակարգը հայաստանցիների մեծամասնության համար այնքան էլ հոգեհարազատ չէ, իսկ որքանով է Հայաստանի բնակիչներին հոգեհարազատ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոնի մասնագետները հարցման մասնակիցներին նաև այս հարցն էին ուղղել, պարզելով, որ 2021 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կորցրել է իր պոտենցիալ ընտրազանգվածի գրեթե 1/3-ը։ Եթե 2021-ին քաղաքացիական պայմանագիրը որպես իրեն ամենամոտ կուսակցություն նշել էր հարցվածների 22%-ը, ապա 2024-ի աշնանն այդ թիվը նվազել էր, հասնելով 15-ի։ Спасибо большое, уважаемый Рад Самвелович, уважаемые коллеги. Շաբաթվա գլխավոր դիվանագիտական իրադարձությունը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցն էր Հայաստան։ Հայ արևմտամետները ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարին դիմավորեցին բողոքի ակցիաներով։ Россия торговец! Лавров убийца! Путин убийца! Այն պահին, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանդես էին գալիս համատեղ ասուլիսով, ոստիկանությունը հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Հարման Բաբաջանյանին եւ նրա մի քանի տասնյակ աջակիցներին հեռացնում էր արտգործնախարարության շենքին հարող տարածքից։ Ցույցի մասնակիցներից ոմանք նույնիսկ հայտնվեցին Ստեփան Շահումյանի հուշարձանի հետնամասում գտնվող շատրվանի մեջ։ Այսքանով հայ արևմտամետների զրկանքները չսահմանափակվեցին։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում եւ ըստ այդմ հարցը, որը կարող է ծագել այդպիսի զարգացումների պարագայում տեղին չի։ Արարատ Միրզոյանի արտգործնախարարության շենքի մոտ կազմակերպված ցույցին զուգահեռ հնչեցրած այս հայտարարությունը հայ արևմտամետների համար պետք է որ սառը ցնցուղի էֆեկտ ունենար։ Այն գործնականում զրոյացրեց այդ նույն արևմտամետների նախաձեռնությամբ ամիսներ առաջ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որով Հայաստանն ազդարարում էր Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Իրենք գերադասում են սառեցնել, այսինքն իրենք սառեցրեցին հապկից դուրս գալը եւ իրենք սառեցնում են ԵՄ մտնելը։ Այսպիսի սառեցված վիճակ այս ամառային շոկերին։ Եթե ոչ օրացույցային, ապա գոնե եղանակային ամռանսկիզմն այնքան էլ հաջող չէր նաեւ հայաստանյան արևմտամետ դաշտի եւս մեկ թևի Հանրապետություն կուսակցության համար։ Մի քանի շաբաթ տևած համառ դիմադրությունից հետո շաբաթասկզբին ի վերջո ստիպված էր հրաժարական ներկայացնել նոր-նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ Այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես նոր-նոր վարչական շրջանի ղեկավար։ Իր մեկ տասնյակ ենթակաների հետ միասին ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծած թաղապետը սակայն զղջման նշույլներ չէր ցուցադրում։ Զղջում եք, որ ծեծել եք Չախոյանին։ Ոչ։ Այդ նույն օրը հանրայինին տված հարցազրույցում չէր զղջում նաև Տեր-Մարգարյանի կուսակցական ղեկավարը եվրոպական արժեքներ դավանող Հանրապետության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը։ Ինքը ասաց, որ հիմա իրավական գործընթաց է գնում եւ հաջորդ քայլը լինելու է այն, որ գործող թաղապետը իշխանական լծակները կիրառում է քննությանը խոչընդոտելու համար, որպեսզի նման խնդիրներ չառաջանան իրավական process-ում, դրա համար է հրաժարական տվել։ Այսինքն ոչ թե նրա համար որ մարդացեցել։ Այո, ինքը դրանից հետո հարցազրույց է տվել եւ ասել է, որ ինքը չի զղջում, որ նման միջադեպ է ունեցել։ Դա ճիշտ է ըստ ձեզ։ Գիտեք, ես չէի ուզեն դրան գնահատական տալ, որտեղ ես կարծում եմ, որ ամեն ինչ պիտի նայել արմատից
Իմ առումով Պարոն Սարգսյան, կա տենց արմատ, որի դեպքում մարծեցելը ճիշտ է։ Ընդհանրապես ինձ թվում է ընդհանրապես չկա։ Նույնիսկ եթե թեորիապես դու գտնում ես, որ այդ մարդ արժանիացեցի, դա ճիշտ չի։ Իհարկե, ես մշտապես բռնությանը դեմ եմ։ Ասում եք ես շատ լավ քրիստոնյա եմ եւ իմ Աստվածը սիրո հանդուրժողականության Աստվածն է։ Արևմտամետների մխիթարական պարգևը վրա հասավ շաբաթավերջին։ Ուրբաթ օրը դեռևս արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026-ի գարնանը Երևանում անցկացվելու եվրոպական քաղաքական համայնքի հերթական թվով 8-րդ հավաքը։ Ուշագրավ է սակայն, որ Հայաստանում նման հավաքի անցկացման մասին հանրությունն առաջինը իմացավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից, որը եվրոպական քաղաքական համայնքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից հորինված հակառուսական ձևաչափ Недавно состоялась очередная встреча этого европейского политического сообщества в Албании, а вроде на будущий год Армения претендует на ее проведение, но мы дали нашу оценку этой затеи. Շաբաթվա գլխավոր արտակարգ պատահարը, որ միայն հրաշքով զոհերի չհանգեցրեց, տեղի ունեցավ երկուշաբթի օրը Երևանի ամենակենտրոնում նախագահական նստավայրի անմիջական հարևանությամբ։ Ուժը չի պատի, որ բարձանա, կանգնել է հետ եկե, խփել է այս վիսոկի տրուբենա, այս գազի տրուբենա։ Գնում է այն անկյունից վերևի շենքերը։ Այդ վիսոկին խփել է, պոկվել է, տրուբենն է, պոկվել ընկել է գեդին է։ Ու կրակը կապել է։ Իր աշխատասենյակից մի քանի տասնյակ մետրի վրա հնչած պայթյունները, այրված մեքենաներն ու մի քանի շենքերից մարդկանց տարհանումն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին դեպքի վայր ժամանել չստիպեցին։ Պետության երկրորդ պաշտոնյան, սակայն արագորեն Կապուտիկյան փողոցում հայտնվեց, երբ բնակիչներն այստեղ ծավալված շինարարության կոնտեքստում սկսեցին հիշատակել իր անունը։ Ձեր հարևանները նշել են, որ շենքի երկու հատվածներում առանձնատուն է կառուցվում։ Դուք տեղյակ եք ում է պատկանում։ Հեն այն կողքը Ալեն Սիմոնյանինն է։ Հեն այն կողքի շենքը, որ սենց բալկոններում տույաներ են, ծաղիկներ են, Ալեն Սիմոնյանինն է։ Ես Ալեն Սիմոնյանն եմ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ։ Ճանաչում եք ես Ձեր շենքում ապրում եք, ոնց էլ դուք էլ հետը քայլում եք։ Ուզում եմ իմանամ, ճանաչում եք այդ տիկնոջը։ Գտնեմ մեկ։ Я хочу с ней поговорить. Я хочу понять, откуда, почему она говорит, что я Шенкин. Ну, кто она? Назовите мне ее имя. Я не знаю. Я же узнаю через слова или через секреты. Я же вас видел вместе с ней, когда вы шли и давали интервью. Մինչև Ալեն Սիմոնյանը երրորդ հանրապետությունը խորհրդանի 12 նախագահ է ունեցել։ Նրանցից առնվազն 2-ին պարտականությունները կատարելու ընթացքում ծեծի են ենթարկել, եւս մեկին Կարեն Դեմիրճյանին սպանել են։ Ոմանք վաղաժամ են հրաժարական ներկայացրել, ոմանց էլ նույնիսկ մեղադրում էին հյուրանոցից խալաթ գողանալու մեջ, բայց դեռ երբեք Հայաստանի ազգային ժողովի նախագահը մասնավոր անձի իր մասին ասված խոսքերի հետքերով նրա բնակության վայր չէր գնացել անձամբ հաշիվներ պարզելու։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Անցնող շաբաթվա ամենասկանդալային որոշման հեղինակն էլ դարձավ կառավարությունն, օրինականացնելով ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի նախկինում մերժված եւ ժամանակին հենց իշխող ուժի կողմից վիճահարույց որակված նախաձեռնությունը։ Հայաստանցի ինդիմատիվների կարծիքով, սակայն, եթե կա մի ոլորտ, որ կարող է շահել փողով բանակից օրինականորեն ազատվելու այս նորամուծությունից, ապա դա բանկային ոլորտն է։ Մարդկանց մղելու են բանակ ծառայելու համար գույք գրավադնել, վարկեր վերցնել, պարտքերի մեջ թաղվել բանկային համակարգի ձեռք։ Այս շաբաթ նաև վերջին զանգներ տարբեր վայրերում այն տարբեր կերպ էին նշում։ Մեր օրն է այսօր դպրոցում վերջին Գյումրիում օրինակ սպիտակ կաբրիոլետով եւ ռաբիզ երաժշտությամբ։ Շիրվանզադեի անվան հիմնական դպրոցը մշակութային վերջին զանգեր կազմակերպել Ոսկեվազի գինու գործարանի տարածքում եւ կրթության փոխնախարարի մասնակցությամբ։ Թեման հայկական 4 թագավորությունների պատմություններ։ Իսկ հայկական եւս մեկ կորսված պետականության Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Ասկերանի միջնակարգ դպրոցի շրջանավարտները 2025 թվականի վերջին զանգը ստիպված էին դիմավորել Երևանում, մեկ օրով մայրաքաղաք գալով Հայաստանի տարբեր ծայրերից, որտեղ նրանք ստիպված են ապրել ու սովորել 2023 թվականի սեպտեմբերից ի վեր։